Փաշինյանը չի գնալու մոլդովական տարբերակով, Փաշինյանը գնում է նիկոլական տարբերակով։ Նման ստոր սցենարներ դեռ պետք է փնտրել, որպեսզի կարողանան գտնել, որտեղ կա զերո քաղաքականություն եւ կա անվերջության ձգտող բռնություններ, ինքնիշխանություն, ինչ որ ցանկանա սեփական կամքը ժողովրդին պետությանը պարտադրելու պատրաստակամություն եւ ըստ էության նաեւ վճռականություն։ Մոլդովական սցենարի մասին կխոսենք, չգիտեմ, ուկրաինականի եւ այլնի, փաստը այն է, որ այս իշխանությունները հետեւողականորեն վերացնում են եւ ոչնչացնում են ամեն ինչ, սկսած բանակից, եկեղեցուց, արդարադատության համակարգից, քաղաքական համակարգից, ինչի ականատեսն ենք մենք հիմա տեսնում այս դատարանում, հասարակական ինստիտուտներն են փորձում վերացնել որպես այդպիսին, եւ այդ ամենը արվում է երկու պարզ նպատակով. A. Սեփական իշխանությունը պահելու համար եւ B. Ինչի համար ինքը ըստ էության աշխատում է, տարածաշրջանում գերտերությունների շահերը եւ պատվերները կատարելն են։ Ընդորեն ոչ միայն գերտերությունները, նաեւ փոքր տերությունների, բայց ակնհայտորեն Հայաստանի հանդեպ ոչ բարեդրացիական տրամադրված երկրների մասին է խոսքը։ Եվ ընդդիմության հակազդությունն ինչպես պետք է։ Ես դրա մասին բազմիցս եմ խոսել, կա եւ իրավական գործիք եւ քաղաքական առաջարկ միավորվել եւ սկսել այս իշխանությունների հեռացման գործընթաց։ Այս պահին օրակարգում իմպիչմենտի հարցն է, բայց ես տեսնում եմ, որ մեր ընդդիմությունը ցավոք սրտի չի ուզում տեղից ակտիվ շարժվի, չգիտես ինչին է սպասում է կեղծված ընտրությունների ինձ համար շատ կանխատեսելի արդյունքներին, վստահ եմ, որ իրենքից համար է կանխատեսելի արդյունքներին, բայց եթե մենք ուզում ենք, որպեսզի վաղը այստեղ չգանք այս դատարանի առաջ եւս մի քանի այլ քաղաքական առաջնորդների ընդդիմադիր կալանքների դատերի ներկա լինելու համար, ուրեմն պետք է միավորվել եւ պայքարել օր առաջ այս իշխանությունը հեռացնելու համար։ Նորից եմ ասում, եւ իրավական գործիքները կան դրան, եւ սահմանադրական գործիքները կան, եւ քաղաքական առաջարկը կա, եւ նույնիսկ կան ընդդիմադիր ֆրակցիաների падգամավորների ստորագրությունները։ Եթե ստորագրվել է, պետք է նաեւ հետեւողական լինի, որպեսզի իրենց ստորագրությունը ինչ որ արժեք ունենա, ինչ որ բանի, ինչ որ արդյունքի ի վերջո դա բերի։ Հակառակ պարագայում ասում եմ, լինելու է իշխանափոխություն, բայց ոչ երկրում, այլ կալանավայրերում։ Ընդդիմությունը այնտեղ է կարողանալու իշխանափոխություն անել։